ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ մեզ ոչ միայն լսել, այլև դիտել մուտք գործեք armradio.am կայք կամ Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ։ Այսօր անդրադառնալու եմ շատ կարևոր մի նախաձեռնությանը, ինչպես է հայկական բարեգործական ընդհանուր միության կին ծրագրավորողներ նախաձեռնությունն իրական հմտությունները վերածում կարիերայի, որովհետեւ ավարտվել է 3D մոդելավորման դասընթացը 15 շրջանավարտով, որոնք Matrix Gold ծրագրով ստեղծել են արտադրությանն ամբողջովին պատրաստ զարդերի մոդելներ եւ նաեւ ձևավորել անձնական պորտֆոլիոներ։ Միաժամանակ տվյալագիտության դասընթացն է հաջողությամբ ավարտվել 40 մասնակցով, ձեռք բերելով տվյալների վերլուծության, գործիքների կիրառման, նաեւ տվյալահեն որոշումների կայացման հմտություններ։ Եվ այսպես, որոնք են բիզնեսի հետ կապերը եւ առաջիկա հնարավորությունները, այս բոլոր հարցերին կպատասխանի իմ զրուցակիցը, իսկ ես զրուցելու եմ հայկական բարեգործական ընդհանուր միության կին ծրագրավորողներ ծրագրի ղեկավար Գայանե Աբգարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Նաև հավելեմ մեր ռադիոլսողներին, որ Գայանե Աբգարյանը համակարգում է կրթական հոսքերի ձևավորումը, գործընկերությունների զարգացումը եւ աշխատաշուկայի հետ կապը ապահովելով, որ մասնակիցները դուրս գան շուկա պատրաստ հմտություններով եւ կիրառելի պորտֆոլիոյով։ Բավականին բարդ գործունեություն եք ծավալում, ստացվում է, որ ամբողջ պատասխանատվությունը կարծես թե այդ բարդ պատասխանատվությունը ձեր ուսերին է։ Այո, այդպես է։ Այո, Լուսինե ջան, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ուզում եմ ասել, որ մեր ծրագիրը հայկական բարեգործական ընդհանուր միության կանանց հզորացման նախագծի ծրագրերից է։ Նախագիծը մեկնարկել է 2017 թվականին կին ձեռներեցներ ծրագրով, որին հաջորդեց 2020 թվականին կին ծրագրավորողներ ծրագիրը։ Այսքան երկար ժամանակ է արդեն կանանց աջակցում եք տարբեր այսպես ծրագրերով, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Հրաշալի է։ Մեր ծրագրի նպատակն է այն կանանց աջակցել, օգնել այն կանանց, ովքեր տարբեր պատճառներով դուրս են մնացել աշխատաշուկայից, ուզում են փոխել իրենց մասնագիտությունը, գտնել ավելի լավ վարձատրվող աշխատանք, փոխել իրենց աշխատանքային ոլորտը, այո, ձեռք բերել երկրորդ մասնագիտություն, դրանով իսկ բարելավել իրենց սոցիալական, տնտեսական, ֆինանսական պայմանները։ Ավելի կայուն եւ ինքնավստահ լինել, այո։ Եվ այս աջակցման նպատակն է նաեւ բարձրացնել կանանց ներգրավվածությունը աշխատաշուկայում, մասնավորապես ՏՏ ոլորտում։ ՏՏ ոլորտում փաստորեն կա բաց, հա, կանանց ներգրավվածության տեսանկյունից, ճիշտ եմ հասկանում։ Այո, եւ մենք ունեինք հետազոտություն, որտեղ ընդհանրապես ՏՏ ոլորտի 2 տարի առաջ էր արվել այդ հետազոտությունը, ՏՏ ոլորտում ներգրաված է մոտավորապես 20%, 100-ից 20%-ն է միայն կին։ Հիմա մի փոքր ավելի իհարկե փոխվել է, վստահ եմ, որ ավելացել է այդ ցուցանիշը, բայց այո։ Քանի որ ՏՏ ոլորտում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր ունեն անալիտիկական տրամաբանություն, մտածողություն, մաթեմատիկա լավ գիտեն, իսկ այդ ամենը վերագրում են տղամարդկանց, եւ մենք նաեւ փորձում ենք կոտրել այդ կարծրատիպերը։ Դա զուտ կարծրատիպ է եւ կարծում եմ սերով պետք չէ պայմանավորել տարբեր հմտություններ, որովհետեւ մարդիկ մի բանից շատ լավ են, մյուսից լավ չեն, եւ սա կախված է նաեւ մասնագիտության ընտրության հետ։ Մարդը սիրում է այդ մասնագիտությունը, այդտեղ կարողանում է իրեն լավ դրսևորել, չի սիրում, չի կարողանում դրսևորել, ինչպես օրինակ ես, եթե սիրում եմ շատ աշխատասեր եմ, փորձում եմ ձգտել հասնել հաջողության, թե չեմ սիրում, ինչ էլ ուզում եք արեք, ամենավատ մասնագետը կլինեմ։ Այո, ամենակարևորը մոտիվացիան է իրականում, նաև այս դեպքում, երբ որ դու ուզում ես փոխել քո մասնագիտությունը։ Ես նաև ուզում եմ ասել, որ ՏՏ ոլորտի վերաբերյալ շատ միֆեր կան, որ դու կարող ես գալ մի ամիս միտեղ մի փոքր բզբզալ, մի երկու բան սովորել եւ կգնաս լավ, այո, շատ բարձր աշխատավարձով, միգուցե մի քանի տարի առաջ
դա էլի միֆ էր, բայց մի քիչ ավելի մոտ էր իրականությանը։ Հիմա շատ բան է Բայց հիմա փոխվել, շատ բան է փոխվել եւ ընդհանրապես այդպես չի։ Ես ճիշտ եմ նկատում, ՏՏ ոլորտում կրճատումներն էին վերջին շրջանում Այո, շատ էին կրճատումները, ինչը պայմանավորված էր թե արհեստական բանականության հետ եւ մուտք գործելով, այո, եւ նրա հետ, որ մի քանի տարի առաջ շատ ստարտափեր բացվեցին եւ շատ ագրեսիվ էր մուտքը, շատ ագրեսիվ իրենք hiring էին անում, աշխատանքի էին վերցնում, ոնց որ այս մի փոքր սպասելի էր, որ սենց կլինի, այդքան կարիքը չկար մասնագետների, բայց քանի որ իրենք ունեին ինվեստորներ, ովքեր ինվեստ էին անում եւ պահանջում էին այսքան աշխատող, հետևաբար այդ պահանջը պետք է կատարեր։ Հիմա ամեն ինչ վերադասավորվում է։ Հիմա վերադասավորվում է, հա, քիչ-քիչ ամեն ինչ վերադասավորվում է։ Իսկ գործատուները հիմնականում ինչ մասնագետներ են ուզում, որպես կանոն, եթե այսպես դիտարկում ենք ՏՏ ոլորտի հետ կապված, որովհետև եթե նախկինում պահանջարկները տարբեր ՏՏ ոլորտի տարբեր նեղ մասնագիտական էին, ապա մենք գիտենք, որ արհեստական բանականությունը շատ հարցեր արդեն ինքը լուծում է եւ այստեղ ի օգուտ գործատուի վնաս աշխատողի այդ հարցերներ են լուծվում ու կարծես այդտեղ էլ է վերադասավորումներ տեղի ունենում ՏՏ ոլորտի նեղ մասնագիտական ճյուղում, չէ՞։ Այո, վերադասավորումներ լինում են իհարկե, հիմա ավելի շատ գործատուները պահանջում են անգամ եթե ինքը ծրագրավորող է ուզում ընդունել աշխատանքի, ուզում է այդ մասնագետը նաև կարողանա օգտվել արհեստական բանականությունից, այսինքն անպայման արհեստական բանականության հետ ընկերություն անի այդ մասնագետը, որը հավելյալ լուրջ մասնագիտություն է։ Այո, եւ շատ բան աշխատաշուկայում իհարկե փոխվել է, որովհետեւ եթե առաջ ենթադրենք որակի ապահովման մասնագետ էին ուզում, ինքը մենակ այդ հմտությունները պետք է ունեներ, այսինքն զբաղվել միայն որակի ապահովումով։ Հիմա եթե դու որակի ապահովման մասնագետ ես, մի փոքր էլ պետքա ծրագրավորումից հասկանաս, մի փոքր էլ նախագծերից հասկանաս եւ այլն, այսինքն երբ որ դու տեսնում ես հայտարարությունը, դու հասկանում ես, որ դու համ պետքա լինես։ Եվ փորձառու են ուզում, այո, եւ փորձառու են երիտասարդ։ Այդ երկուսը իրար ինձ համար անհամատեղելի են, ինչպես կարող է շատ երիտասարդը լինել փորձառու, ճիշտ ասած չեմ կարողանում հասկանալ, բայց այդուհանդերձ, ճիշտ եմ, չէ՞։ Այո։ Ի վերջո գտնում են երիտասարդ եւ փորձառու մասնագետների։ Չեմ կարող ասել, միգուցե եւ գտնում են երիտասարդ, ոչ այդքան փորձառու, բայց հաճախ տեսնում ենք տնօրենների եւ կազմակերպության ղեկավարներ, որոնք ուզում են անփորձ մասնագետներ, որպեսզի կարողանան դարձնել իրենց մասնագետը եւ իրենց ոճով միանգամից սկսի աշխատել, ասում է, ավելի հեշտ է ամբողջությամբ դատարկ բաժակը ջուր լցնել, քան կիսով չափ բաժակը դատարկել, հետո նորից ջուր լցնել։ Կան նմանատիպ կազմակերպություններ, որոնք վերցնում են անգամ փորձաշրջանով եւ արդեն շատ նեղ մասնագիտական մասնագետ են այսպես ասած դարձնում, շատ նեղ, որ ինքը կարողանա աշխատի այդ մասնագետը միայն իրենց կազմակերպության համար։ Այդ դեպքում իրենք ապահովագրում են, այդ դեպքում իրենք վերցնում են նման նորեկի, բայց եթե այդքան էլ նեղ չի, եթե իրենք ավելի շատ կապ ունեն արտասահմանի հետ, հա, շատ կազմակերպություններ ուղղակի ամերիկյան մասնաճյուղեր են այստեղ ՏՏ ոլորտի։ Այդ դեպքում իրենք ինչի չեն ուզում նորեկի, որովհետև երբ որ այդ նորեկը դառնում է փորձառու մասնագետ, աճում է, մեկ ուրիշ կազմակերպություն ավելի բարձր աշխատավարձով իրեն տանում է։ Բայց դա կյանքի օրենքն է։ Իհարկե, այո, բայց գործատուի համար դա ձեռնտու չի։ Իդեպ բազմաթիվ հայ բիզնեսմենների եմ հանդիպել, որոնք ասում են խնդիր չկա, բա պիտի գնա, պիտի աճի, պիտի զարգանա այդ աշխատողը։ Շատ լավ է, որ նման առողջ մտածողություններ ենք տեսնում։ Գիտեք, եթե կազմակերպության ներսում իրենք հնարություն տանեն աճի զարգացմանը, ես չեմ կարծում, որ միայն աշխատավարձը կդառնա մոտիվացիա։ Իհարկե մեծ նշանակություն ունի աշխատավարձը, բայց աշխատավարձին զուգահեռ ուրիշ, միջավայրն էլ պետք է լավ լինի։ Դուք ասացիք ոգեշնչում է պետք, հա, այսպես։ Ես ուզում եմ մի բան հարցնել, մենք անպայման կանդրադառնանք այս 3D մոդելավորմանը, որովհետև ինձ շատ հետաքրքիր է, մանրամասները կներկայացնեք, բայց մինչ այդ ես հաղորդավար լրագրողս ուզում եմ ունենալ եւս մեկ մասնագիտություն։ Արդյոք այդպես կարող եմ ցանկանալ եւ դիմել ձեզ, այս հասկանանքով կարող է ձեզ դիմել։
Այո, երբ որ մենք մեր հայտարարությունը տեղադրում ենք մեր սոցիալական կայքերում, այնտեղ անպայման նշում ենք դիմել կարող են 18 տարին լրացած անձինք։ Այո, յուրաքանչյուր մարդ։ Ես ուզում եմ նաև ձեզ ասել, որ մենք ունենք 63 տարեկան կին, ով դիմել է մեր ծրագրին։ Այո։ Եվ կրթությունը այստեղ կարևոր չի այնքանով, որ դիմելուց դուք դիմում հայտ եք լրացնում եւ այդ դիմում հայտի մեջ շատ կարճ շարադրություններ կան, էսեյներ այսպես կոչված, որտեղ մենք պետք է տեսնենք ձեր մոտիվացիան, ինչքանով եք դուք մոտիվացված դիմելու այս ծրագրին եւ ինչու եք, այո, առաջին հարցը, ինչու եք ուզում փոխել ձեր մասնագիտությունը, ինչու եք ուզում տեղափոխվել ՏՏ ոլորտ։ Իսկ եթե ուզում եք զուգահեռ, այո, զուգահեռ, ոչ։ Ինչու եք ընտրել հենց այս մասնագիտությունը, որպեսզի հասկանանք ինչ որ մի բան ինքնուրույն արել եք, թե ուղղակի միֆեր եք լսել եւ դիմել եք, որ գաք մի 2 ամիս պարապեք եւ գնաք, այո, 1 միլիոն դրամ աշխատավարձ ստանաք։ Դա միֆ է, ֆիքսենք, միֆ է իրականում 1 միլիոն դրամ եւ 1 ամիս սովորելով որևէ մեկը չի կարող աշխատել։ Ցանկացած աշխատանք ունի իր դժվարությունները, իր բացերը, իր խնդիրները եւ ծառից հաստատ փողերը կախված չեն, սա ֆիքսենք։ Պետք է կարողանանք մի քանի տարի, այո, այո։ Մի քանի տարի առաջ միֆերին մի փոքր մոտ էր մեր իրականությունը, որովհետև շուկան գերհագեցված չէր, այո, մասնագետների պակաս կար եւ նորեկները շատ հեշտ էին աշխատանք գտնում եւ մեր առաջին խմբի մասնակիցների 87%-ը ՏՏ ոլորտ անցավ աշխատանքի։ Բախտերը բերել է, այդպես ասած։ Իսկ այստեղ աշխատանքի անցնելը մեկ այլ բան է, կայուն մասնագետ դառնալը եւ աշխատանքը պահպանելը ու աճելը մեկ այլ բան։ Դուք արդյոք կապը պահում եք եւ գիտեք ինչպես են։ Մենք ժամանակ առ ժամանակ կապը պահում ենք մեր շահառուների հետ, որպեսզի հասկանանք տեղի ունեցել աճ, այլ միգուցե ինքը մի 2 տարի աշխատել է ՏՏ ոլորտում, հետո որոշել է մեկ այլ մասնագիտություն սովորի եւ իրեն չի գտնում, էլի ոչ ոք։ Այդպես էլ կարող է լինել, կամ ընթացքում արդեն ՏՏ ոլորտում լինելով հասկացել է, որ մյուս մասնագիտությունը ավելի հետաքրքիր է իրեն եւ անպայման պահում ենք կապը։ Բայց մենք տեսնում ենք, չէ, հրաշալի արդյունքներ, նաև հաջողության պատմություններ, որ մարդիկ կարողացել են աշխատանք գտնել, աճ են գրանցել եւ այստեղ ամենակարևորը փոխվել է նրանց կյանքի որակը։ Այո, մենք ամեն անգամ հետադարձ կապ ենք պահում իրենց հետ եւ հարցնում ենք արդյոք ծրագիրը դրական ազդեցություն բերեց ձեր կյանք։ Եվ ես ուզում եմ ասել, որ ինչքանով փոխեց ծրագիրը ձեր կյանքը, այնտեղ 99% գրում է, որ ամբողջությամբ կամ որոշ չափով փոխվեց իմ կյանքը։ Իրենք դառնում են ավելի ինքնավստահ, իրենց ձեռք բերած գիտելիքներով ավելի մրցունակ են դառնում այս շուկայի համար։ Մենք եթե այդ առաջի խմբի, երկրորդ խմբի համար իրենք մեր կարիքը չունեին աշխատանք գտնելու հարցում, հետագայում հետադարձ կապի ընթացքում պարզվեց, որ իրենք կարիք ունեն փորձաշրջան անցնելու, internship կոչված, եւ այս վերջին 2 տարիների շրջանավարտների համար մենք դա էլ ենք կազմակերպում, այսինքն տիրություն է կան։ Հա, մոտավորը տենց մենք խոսում ենք տարբեր ՏՏ ոլորտի կազմակերպությունների հետ, որպեսզի կարողանանք մեր շահառուներին ապահովել internship, որպեսզի մեր շահառուները կարողանան ռեալ միջավայրում աշխատել, ռեալ պրոյեկտների վրա աշխատել, պրակտիկ, այո, եւ այդ փորձաշրջանի համար վճարում ենք նորից մենք, այսինքն գործատուն միայն մարդկային ռեսուրս է ծախսում, ֆինանսական ռեսուրս չի ծախսում մեր շահառուների դեպքում։ Հրաշալի է ուղղակի, հիմա անցնենք արդեն 3D մոդելավորմանը, ինչու որոշեցիք նախև առաջ այս նեղ մասնագիտական ուղղվածությամբ նախաձեռնություն իրականացնել կանանց համար։ Գիտեք, մենք ամեն խմբին ընդառաջ շուկայի ուսումնասիրություն ենք անում, այսինքն մենք աշխատում ենք գործընկեր կազմակերպությունների հետ, ովքեր ապահովում են կրթական մասը մեր ծրագրի եւ պարտադիր շուկայի ուսումնասիրություն ենք անում, իրենք էլ են անում, մենք էլ, թե տեղական, թե միջազգային շուկայի եւ ուսումնասիրության հիման վրա նոր առաջարկում ենք դասընթացներ,
Դրա համար պահանջարկով պայմանավորված։ Այո, ամեն խմբի համար դասընթացները տարբեր են, այսինքն եթե մենք այս անգամ առաջարկել ենք 3D մոդելավորում, հավանականություն կա, որ մյուս տարվա համար, երբ որ մենք շուկայի ուսումնասիրություն անենք եւ տեսնենք, որ այդ մասնագետի պահանջը չկա, չառաջարկենք այդ մասնագիտությունը։ Եվ այս 3D մոդելավորման դեպքում էլ այդպես է ստացվել, առաջին անգամ ենք առաջարկում Matrix Gold ծրագիրը, դա ոսկյա զարդերի մոդելավորում է, շատ հաջող ստացվեց այս խումբը, նաև այնտեղ ունենք մի աղջիկով լրագրող է, եւ արդեն իսկ ունի աշխատանք նաև այս ոլորտում ֆրիլանս աշխատում էինք, այո, այդ խմբից 4 մասնակից արդեն ունեն աշխատանք, այսինքն մեկ շաբաթ, այո, ծրագրի ընթացքից արդեն ունեին իրենք աշխատանք, որովհետեւ արդեն ունեին պորտֆոլիո որոշ չափով եւ կարող էին դիմել աշխատանքի։ Կոնկրետ այս նեղ մասնագիտության համար շատ կարևոր է որակյալ պորտֆոլիոն, եւ հենց պորտֆոլիոյով է ներկայանում մասնագետը, այս պարագայում փաստորեն են, որ ասում են փորձառությունը պարտադիր է, որովհետեւ զուտ փորձառության շնորհիվ է, որ պորտֆոլիո կազմվում է, դուք կարողանում եք դասընթացի ընթացքում նաև դա ապահովել նրանց։ Այո, բացի նրանից, որ մենք առաջարկում ենք իրենց մասնագիտական կուրսեր, մինչև սկսվելը իրենց մասնագիտական կուրսի մենք իրենց առաջարկում ենք հարակից հմտությունները բարելավող դասընթացներ։ Փափուկ հմտություններ, այո, մենք Հայկական բարեգործական ընդհանուր միության վիրտուալ քոլեջը ունի ձայնագրված on-line դասընթացներ, որը ամբողջ փաթեթով տրամադրում ենք իրենց, այնտեղ շատ տարբեր դասընթացներ կան, թե գործարար էթիկա, թե ներկայացումների պատրաստում, Word-ը, Excel-ը, PowerPoint-ը, այդ ամենը իրենք միջև անցնելը իրենց մասնագիտական կուրսի անցնում են։ Իսկ ավարտելուց հետո մենք իրենց համար կազմակերպում ենք մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի հետ հանդիպումներ, որը հատ առ հատ անցնում է իրենց ինքնակենսագրական CV կոչվածների վրայով, որպեսզի ավելի մրցունակ ռեզյումեներ իրենք ունենան, LinkedIn-յան էջերը։ Հաջորդ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի հետ հանդիպմանը, որ քննությունը լավ անցնեն։ Այո, հենց այդպես։ Եվ երբ որ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի հետ հանդիպումներն ավարտվում են, մենք իրենց համար կազմակերպում ենք դերային ինտերվյուներ, հարցազրույցներ։ Այսինքն փորձառություն են ձեռք բերում, նաև ինչպես պիտի հարցազրույց տան աշխատանքի այո, եւ հրավիրում ենք տեխնիկական մասնագետի, ով իրենց դասընթացավարը չի եղել։ Մեկ այլ ենթադրենք անծանոթ, այո, մասնագետ է հրավիրվում, որպեսզի հասկանանք ինչքանով պատրաստ են։ Հարմարավետության գոտուց եք հանում նրանց, որպեսզի այլ միջավայրում իրենց կարողանան ճիշտ ձեռք այսպես դրսևորել։ Որովհետեւ իրենք նաև հարցազրույցների ժամանակ պետքա շփվեն ոչ իրենց դասախոսի դասընթացավարի հետ եւ մի փոքր ավելի ստրեսային է ստացվում այդ դերային հարցազրույցները։ Հետաքրքիր է, փաստորեն դուք նաև իրենց պատրաստում եք ինչպես ճիշտ գործելավոճ դրսևորեն, որպեսզի աշխատանքի ընդունման գործընթացը արդյունավետ լինի, փաստորեն։ Նաև մենք ունենք մի դեպք, երբ դերային հարցազրույցներից հետո մեր մասնակցին ուղղակի հրավիրել են ոչ դերային հարցազրույցի եւ վերցրել են աշխատանքի։ Հրաշալի է, փաստորեն այստեղ տեսնում ենք ռեալ արդյունքներ։ Այո։ 3D մոդելավորման հոսքից գոհ եք, այսինքն այն ինչ որ պլանավորում էիք իրականում ստացաք այն արդյունքը, ցանկությունն ու իրականությունը դիտարկենք նժարին եթե դնենք։ Կարող եմ ասել այո, բայց վերջնական արդյունքի մասին դեռ մի փոքր շուտ է խոսելը, որովհետև մենք գնահատումը անում ենք գոնե 3 ամիս հետո ավարտելուց։ Ժամանակ եք տալիս, որպեսզի իրենք այո աշխատանք փնտրեն, գտնեն, որովհետև միանգամից չի լինում, բայց այս խմբի դեպքում նորից եմ ասում 4 հոգին արդեն ունեին աշխատանքի առաջարկ։ Պրակտիկայի առաջարկ, բայց ով որ պրակտիկա էր առաջարկում այդ կազմակերպությունը շատ հավանել է մեր մասնակիցներին եւ մտածում եմ որ բոլորը 4-ն այո կշարունակեն արդեն կդառնան։ Հրաշալի ուղղակի ես հիացած եմ այս աշխատանքով, որովհետեւ միշտ ասում են որ կրթական մասով կանայք բավականին նախաձեռնող են, ավելի արդյունավետ են, ավելի ակտիվ են, քան տղամարդիկ, բայց հետագայում մենք տեսնում ենք որ պաշտոնների կամ կարիերայի զարգացման ընթացքում տղամարդիկ ավելի ակնհայտ դեր ունեն, քան
կանայք պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով։ Այստեղ կարող ենք դիտարկել, որ այս հնարավորությունը, նաեւ մենք հաճախ տեսնում ենք երիտասարդ տարիներին սխալ մասնագիտության ընտրության հետևանքով այդքան էլ երջանիկ չեն մասնագիտության ոլորտում եւ ահա ունեն հնարավորություն փոխելու կամ ձեռք բերելու եւս մեկ մասնագիտություն, որը կտա ոգեշնչվածություն եւ ինչու ոչ կարիերայի առումով առաջընթաց։ Այո, ես ոնց սկզբում նշեցի, տարբեր պատճառներից դուրս են մնացել աշխատաշուկայից եւ շատ դեպքերում, երբ որ մենք կարդում ենք այդ շարադրությունները, կանայք գրում են, որ իրենք շատ էին ուզում ենթադրենք կիրառական մաթեմատիկա սովորել, բայց ընտանիքի անդամները ասացին, դա տղամարդու գործ է, դա տղայի ֆակուլտետ է եւ այլը, եւ ինքը գնացել է Բրուսովում սովորել, ասենք, հա։ Դրա համար հիմա արդեն ոնց որ կայացել է մի փոքր ինքը կարա որոշի իր փոխարեն եւ ուզում է իր երազանքը իրականացնի, տեղափոխվի ՏՏ ոլորտ, որովհետեւ ինքը իսկապես ունի տրամաբանական մտածողություն, այո, եւ իր մոտ ամեն ինչ շատ լավ ստացվում է։ Ենթադրում եմ այդ кейսերը, որ ներկայացրեցիք, ավելի միջին եւ բարձր տարիքի кейսեր են, որովհետեւ մեր երիտասարդ ծերունդը ինքնուրույն է որոշում եւ այո, այդ խնդիրը այն ժամանակ կար, երբ ծնողներն էին երեխայի փոխարեն որոշում, թե երեխան ինչ մասնագիտություն պետք է ունենա, եւ կարող ենք հպարտությամբ ու հաջողությամբ նշել, որ ծերնդափոխությունը բերել է եւս մեկ փոփոխություն ու թույլ են տալիս ծնողները ու հնարավորություն, որպեսզի երեխաները հասկանան իրենք ինչ են ուզում եւ երջանիկ լինեն նաեւ մասնագիտության ընտրության տարբերակում։ Այո, բայց մեկ է 18 տարեկանը մի փոքր շատ վաղ հասակ է ընտրություն կատարել մասնագիտության դեպքում։ Հիմա շատ մոդեռն եւ շատ մոդնի մասնագիտություն, ժամանակակից մասնագիտություններ կան, որ երեխաները էլի լսում են, որ այդ որ ավարտեն իրանք շատ փող կաշխատեն, գնում են այդտեղ եւ 4 տարի հետո հասկանում են, որ դա իրենցը չէր։ Ես ես իմ տղայի օրինակով ասեմ, 14 տարեկան է, ուզում էր ծրագրավորող դառնալ, հիմա արդեն մտածում է, որ արհեստական բանականության նեղ ուղղվածության որևէ մասնագիտություն կվերցնի, որովհետեւ ասում ես մինչեւ ավարտեմ, գուցե այլևս ծրագրավորումը պետք չլինի։ Այո։ Այստեղ երիտասարդները ավելի այո, հեռատես են եւ նայում են թե հետո պահանջարկը արդյոք կլինի, թե ոչ, որովհետև գիտենք, որ երկարուձիգ տարիներ սովորելուց հետո մինչև հասնեն բաղձալի երազանքին, գուցե այդ մասնագիտությունը այլևս պետք չլինի, ժամանակը արագ է անցնում, փոփոխությունները շատ են։ Ես կուզեի նաև խոսեինք տվյալագիտության դասընթացի մասին, որովհետև տվյալագիտությունը ժամանակակից աշխարհի կարևորագույն այսպես մասնագիտություններից է եւ փաստորեն ունեիք 40 մասնակից։ Այո, անցած խմբի ամենահաջողված մասնագիտություններ եւ այնտեղ ունեինք էլի 15, եթե չեմ սխալվում, մասնակից, բոլորը ունեին աշխատանք այդ խմբից։ Դրա համար մենք այս տարվա համար նորից առաջարկեցինք տվյալագիտություն, շատ լավ մասնակիցներ ունենք, նաեւ իրենց համար արհեստական բանականության դասընթաց արեցինք կարճաժամկետ, 4 շաբաթ եւ այդ դա էլ է երկար կարճ չի ասում, լավ է, լավ։ Համեմատաբար իրենց, հա, մասնագիտական կուրսի հետ, որը 6-7 ամիս է տևել եւ մեր դասավանդող դասախոսը ասում էր, որ շատ լավ խումբ ունեք դուք, իսկապես մեր տվյալագիտության խմբի մասնակիցները փայլուն էին, իրենք դեռ նոր են ավարտել, կարծեմ մի մասնակից դեռ ունի աշխատանք, բայց վստահ եմ, որ իրենց մոտ ամեն ինչ լավ կլինի եւ կստացվի, իրենց դերային հարցազրույցները դեռ չեն կարել, մեծ հույս ունեմ այդ հարցազրույցներից, որովհետեւ այո, համ լավ մասնագետ է գալու, համ ինդուստրիայում աշխատող մասնագետ է գալու, մենք մի հատ կհասկանանք, կտեսնենք ինչքանով են իրենք յուրացրել այդ կուրսը։ Կոնկրետ տվյալագիտությունը կարծում եմ նույնիսկ եթե այդ մասնագիտություն չաշխատեն, այդուհանդերձ այդ գիտելիքները այլ մասնագիտություններում նրանց շատ օգուտ են բերելու եւ դառնալու են ավելի շահեկան աշխատողներ, որովհետեւ այն գիտելիքի բազան, որ ստանալու են այդ մասնագիտության հիմքում, ցանկացած կյանքի ցանկացած փուլում կիրառելի է։ Այո, իրենք այնքան լավ մասնակիցներ էին, որ մենք ավելացրեցինք իրենց դասաժամերը եւ ծրագրավորման լեզու մի փոքր դասավանդեցինք իրենց, այո, որպեսզի ավելի մրցունակ լինեն աշխատաշուկայում։ Ստացվում է իրենց ոգևորվածությամբ ոգևորում են նաեւ ձեզ։ Այո,
Այստեղ փոխադարձ է։ Անպայման։ Տեսնում ենք արդյունքը, բերում է ընդլայնման, մեծացման, դուք այնքան հաճույքով եք պատմում այդ ամենը, այնքան զգում եմ երջանկության նշույլներ եմ տեսնում ամեն մեկի հաջողության պատմության համար, կաստորեն։ Շատ մենք շատ ենք ուրախանում եւ հպարտանում իրենցով, երբ որ իրենք լավ աշխատանք են գտնում, մենք հաջողության պատմությունները շատ բազմաթիվ են մեր մոտ։ Եվ մենք ունեինք մի մասնակից մարզից, ով երկար տարիներ աշխատել էր մանկապարտեզում, դաստիարակ էր եւ տվյալագիտություն սովորեց մեզ մոտ։ Ինքը ճիշտն ասած, երբ իրեն ընդունում էինք խումբ, մտածում էինք, որ միգուցե իր մոտ այդքան էլ լավ չստացվի, բայց հնարավորություն տվեցինք, ինքը փայլուն է ավարտել մեր մոտ, այդքան ցանկությունը մեծ էր իր սովորելու եւ ինքը այսօր առաջատար կազմակերպություններից մեկում աշխատում է արդեն։ Այսինքն այստեղ գնալ նպատակիդ երազանքիդ հետևից շատ քայլերով գնալ, այո, եւ զարմացնել նաեւ մյուսներին։ Այո։ Գիտեք, միշտ մենք ասում ենք, որ մենք ձեզ տալիս ենք միգուցե 30-40%, բայց մասնակցից էլ է շատ բան կախված։ Երբ որ կա մոտիվացիա, երազանք, ցանկություն, իրանք պրպտում են, իրանք ավել բան են սովորում, գտնում են, փնտրում են նման մասնակցի համար դու ես պատրաստ ամեն ինչ անել, միայն թե հաջողության պատմություն գտնես։ Ստացվում է դուք երջանկանում եք, երբ կարողանում եք մարդկանց կյանքի որակը բարձրացնել ու տալ նրանց ոգևորվածությունը, մասնավորապես կանանց։ Այս պարագայում մեկ կանայք չափից ավել են ակտիվ, ես մի քիչ տղաների շահերն էլ եմ էլի պաշտպանում, որովհետև շատ են կենտրոնացած։ Դուք ասացիք, որ այդ մասնակիցը մարզից էր։ Այ եթե դիտարկենք ու նայենք մարզերից ակտիվությունը որքան է, ես լիահույս եմ, որ շատ թիվ եք ասելու։ Տեսեք, մոտավորապես 50% կարելի ասել, 48% մարզից, 52 Երևանից։ Կան մարզեր, որ շատ ակտիվ են դիմում։ Որոնք են այդ մարզերը։ Այդ մարզերը Շիրակը, Լոռին, Արմավիրը, Արարատը, ամենապասիվ մարզը մեր մոտ Վայոց ձորն է։ Վայոց ձոր, դե ձեզ տեսնեմ։ Հաջորդիվ։ Հա, ճիշտ ասած չեմ կարող ասել ինչն է պատճառը։ Մենք փորձում ենք մեր հայտարարությունները մարզպետարաններին ուղարկել, համայնքապետարաններին ուղարկել, որպեսզի իրենք կիսվեն իրենց համայնքներում, այո, բայց ամենապասիվ մարզը դա Վայոց ձորն է։ Շատ հետաքրքիր է։ Եթե այդ մասնակիցը Լոռու մարզից էր։ Մասնակիցը Լոռու մարզից էր։ Սյունիքի ակտիվությունը։ Սյունիքից էլ ունենք շատ լավ մասնակիցներ, միջին է Սյունիքի մասնակցությունը, կարող եմ ասել։ Ոչ շատ, ոչ քիչ։ Քանի որ մեզ լսում են ամբողջ Հայաստանով, ես հույս ունեմ, որ ձեր նոր ծրագրերին շատ ավելի ակտիվ կլինեն հենց մարզերում բնակվող մեր հայրենակիցները, որովհետև Ներողություն, մենք նախապատվությունը իսկապես տալիս ենք մարզերի բնակիչներին, եթե դիմորդների մեջ կան, որ եւ մարզից է եւ Երևանից է եւ հավասար պայմաններ են, մենք առավելությունը տալիս ենք մարզի բնակչին, քանի որ մեր դասերը առցանց են կազմակերպվում, հիմնական նպատակը դա էր, որպեսզի մարզերում բնակվող կանայք նույնպես կարողանան մասնակցել, այո, դասընթացներին։ Դե ստացվում է, որ ձեր ընտրած օրինակ 3D մոդելավորման հոսքը այնպիսի մասնագիտություն է, որ ցանկացած մարզից կարող են աշխատել աշխարհի որ վայրի հետ կապված, այսինքն այստեղ տարածքային խնդիր չի առաջացնում եւ տալիս է հիանալի հնարավորություններ մարզում աշխատել, չգիտեմ, այլ երկրի ներկայացուցիչի համար եւ վաստակել գումար, լինել ավելի կայուն։ Այո։ Այս խմբի համար մենք նաև թվային մարքեթինգ դասընթաց էինք առաջարկել, համագործակցում էինք Արդի կրթական ակադեմիայի հետ, կան դասընթացներ, որտեղ շատ ենք ուշադրություն դարձնում անգլերեն լեզվին։ Դե բնական է։ Եվ ՏՏ ոլորտը առանց անգլերեն լեզվի պատկերացնել, այո, հնարավոր չէ։ Այդտեղ մի փոքր մարզերի բնակիչները տուժում են, որովհետև ես չգիտեմ ինչն է պատճառը, բայց անգլերեն լեզվի հետ կա խնդիր։
Դրա համար մենք իրենց նաև անգլերեն լեզվի դասընթացներ ենք առաջարկում։ Ես ուզում եի հարցնել անգլերենի դասընթացներ կան թե ոչ։ Այո, մենք ունենք Business Mentors ծրագիր, որի շրջանակներում առաջարկում ենք եւ անգլերեն լեզվի դասընթացներ եւ մենթորները սփյուռքի մեր հայրենակիցները կազմակերպում են տարբեր սեմինարներ մեր մասնակիցների համար։ Դա ամբողջությամբ կամավորական սկզբունքների վրա է այդ։ Այո, կազմակերպում են ժամանակի կառավարման սեմինար կարող են կանել կրկին հարակից իրենց այդ զուգահեռ գնում, հա։ Այո, փափուկ հմտությունները բարելավելու համար self branding կարող է լինել, ինչպես ներկայացնել, ինչպես գնալ կրկին հարցազրույցներին եւ այլ, ինչպես LinkedIn-ում LinkedIn-յան էջերը վարել։ Այդ LinkedIn-ը ինձ համար շատ մութ անտառ է դեռ։ Հա, ՏՏ ոլորտում առանց LinkedIn-յան էջի ուղղակի հնարավոր չի։ Ահա։ Շատ մասնակիցներ այնտեղ տեղադրելով իրենց սերտիֆիկատները, գրելով իրենց մասին, connect անելով գործատուների հետ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների հետ կարողանում են աշխատանք գտնել։ Այսինքն տեղական շուկայում եւս շատ կարեւոր է LinkedIn-ի հմտությունները, որպեսզի հրաշալի է ուղղակի վերջին 1 րոպեն է մնացել, ունենք հաշված վայրկյաններ, շատ արագ կուզեի ապագայի, այսինքն հետոյի պլանների մասին խոսենք, եթե հստակություն կա։ Շատ մեծ հստակություն չկա, բայց ես ուզում եի նաև ասել, որ մենք համագործակցեցինք կրթության նախարարության հետ եւ կինուսուցիչներին վերապատրաստեցինք թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն առարկան, որը ներմուծվել էր դպրոց 2-րդից մինչեւ 9-րդ դասարաններ եւ շատ մեծ դրական արձագանք ունեցավ այդ նախագիծը։ Ես վստահ եմ, որ մենք կշարունակենք այդ նախագիծը նույնպես եւ հունվարից արդեն կունենանք նոր հայտարարություն հաջորդ խմբի համար։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, կխնդրեի, որպեսզի ձեր բոլոր տվյալները սոցիալական հարթակների էջերի հասցեները թողնեք Facebook-յան live-ի տակ, կոմենտներ հատվածում, որպեսզի մեր ռադիոլսողները, որոնք հետաքրքրվեցին արդեն ձեր ծրագրով, հեշտությամբ կարողանան ձեզ գտնել, մուտք գործել եւ հետեւել ձեր նոր ծրագրերին ու ինչու ոչ գուցե լավագույն ձեր մասնակիցները դառնան։ Ես հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, իմ զրուցակիցներ Հայկական բարեգործական ընդհանուր միության կին ծրագրավորողներ ծրագրի ղեկավար Գայանե Աբգարյանը, իսկ դուք ցանկացած հնարավորություն բաց մի թողեք եւ հիշեք, որ պիտի գնաք ձեր երազանքների ու նպատակների հետևից։ Ես Լուսինե Մուրադյանն եմ, առաջարկում եմ մնալ հանրայինի հետ։ Քո ձայնը